կարծիքով ինչու են տրանսպորտում վարորդներին բռնության ենթարկելու դեպքերը Շատ վատ է, էլի։ Ո՞վ է մեղավոր ձեր։ Բռնություն գործադրողը։ Ճիշտ ասած տեղակ չեմ։ Չեք լսել նման դեպքեր։ Ու ճիշտ ասած տեղակ չեմ։ Չգիտեմ, Ո՞վ է մեղավոր, ինչ է պատմում դրան։ Եվ ժողովուրդը։ Չեմ օգտվում, չգիտեմ, էլի չեմ էլ հետաքրքրվում։ Որտեվ անշնորհքել։ Ես տրանսպորտից շատ քիչ եմ օգտվում։ Չեք կարդացել։ Չեմ նկատել, չեմ էլ Նույնիսկ դանակահարել են վարորդներից մեկը։ այ չեմ լսել Ո՞վ է ասում։ մեղավոր ձեր կարծիքով։ Ես չեմ որտի որոշեմ, ոչ գաղափար ունեմ, ոչ էլ օգտվում եմ տրանսպորտից հաճախակի 1000-ից 1։ Գիտեք ինչ ստույր չեմ կարողացել, բայց իմ ճարտում ոչինչ պատական չի լինում։ Անձամբ ես ունեմ վարորդել վարելուց դժգոհ եմ, չեմ ասում, բայց դժգոհ եմ, բայց իհարկե չի կարելի բռնություն կամ Նույնիսկ նախորդին դանակահարել են վարորդը։ Դե արդեն վարորդ չարչացել մեր կերպարից ակա, մենք ենք այդպեսին դարել, իշտան է վատը լինի, ոչ չի կարելի անել ես մինչև մեր մեջ է փնտրել, հա, նա սխալ ա եղել, դվայնով սխալ մի եղել, ճշտակին է եղել։ Ո՞վ է մեղավոր, բայց այս ամեն ինչի համար ձեր կարծիքով։ Ես չէ, ոչ ազիքով ես չէ։ Ժորտող անձին, ուղղակի նայած ումից ասվել, ոնց ասվել։ Չգիտենք, մենք չգիտենք։ Ես կարող եմ ասել կառավարությունից, քաղաքական սիտուացիայից եւ այլն։ Նախորդին ունեք նույնիսկ վարորդ են դանակահարել։ Հավատում եմ։ Իսկ այ ո՞վ է մեղավոր այս ամեն ինչի համար, ո՞վ է պատասխանատու ձեր կարծիքով։ Չարացել ենք մենք, չարացել ենք։ Մեղավորը նրան ովքեր նստած են, ինձ թվում է։ Ճիշտ ասած չեմ օգտվում այդքան շատ, բայց թե սխալ եմ համարում։ Ո՞վ է մեղավոր ձեր կարծիքով։ Մեղավորն ով է։ Ո՞վ է այս ամեն ինչի համար, իրավիճակի համար, ո՞վ է պատասխանատու։ Գիտեք, ինչ կա մի բան ասեմ, Պրիբալտիկայում ձրի է երթևեկությունը, իսկ մեզ մոտ ինչու՞ ձր չի։ Այսինքն թանկացումն է բերել էս։ Իհարկե, թանկացումն է բերել։ Ժողովրդի ոչ մեկի ձեռքը ոչինչ չկա։ Նայեք, տեսեք, թոշակառուին տալիս է ամենացածը թոշակը ոնց հասկացա 45000 է։ Այդ թոշակառուն եթե մենակ ապրում, կարա ապրի։ Թեկուզ 60 ստանա չի կարա ապրի։ Գները այս 6-7 տարվա մեջ 100%-ով թանկացել է։ Ընդհանրապես ասեմ, շատ դժգոհ եմ, ճիշտ ասած 4 ղեկավարներից եմ։ Եթե ընտրության գնամ, ես ինքս ինձ եմ ընտրել, ոչ ոքի։ Որովհետև բոլորը վճարում են, մյուսները չեն վճարում, դա ամենավատ տարբերակն է։ Ստիպված պետքա վարորդի հետ վեճ ստեղծեն։ Իսկ ով է մեղավոր այս իրավիճակի համար, ով է պատասխանատու ձեր կարծիքով։ Իմ կարծիքով ժողովուրդը։ Չի կարելի, ես վճարեմ, դու նստես, մյուսը չվճարի։ Բոլորն է այսօրվա դրությամբ աշխատում են, որ վճարվի։ Եթե բոլորը վճարեն, շատ լավ կստացվի ամեն ինչ։